Արգելվում է զորամասից և բանակային դիրքից զանգահարել ընտանիքի անդամներին, ընկերներին ու խոսել ծառայության, հերթապահության և առհասարակ բանակին վերաբերող այլ մանրամասների մասին։ Զանգը կարող է ճակատագրական լինել ոչ միայն տվյալ զինծառայողի, այլև ամբողջ ստորաբաժանման համար։ Առավել վտանգավոր է սմարթֆոն տիպի բջջայինով կատարված զանգը։ Այս դեպքում զրույցը կարող է հեշտությամբ գաղտնալցվել, իսկ սմարթֆոնը տեղորոշել զինծառայողի տեղակայման վայրը։ Տեղորոշում կարան իրականացնել հիմնականում 3 կոնցեպտով, այսպես ասած, GPS-ով հնարավոր է տեսնել, թե սմարթֆոնը որտեղ է գտնվում, Wi-Fi-ով հնարավոր է տեսնել, թե սմարթֆոնը ինչ Wi-Fi սարքի է միացված, ու նաև տեսնել Wi-Fi ռոուտերը որտեղ է տեղադրված, եւ նաև հնարավոր է տեղորոշել մոտակա ալեհավաքով։ Երբ որ մեջը տեղակայում ենք SIM card, իրանք կպնում են մոտակա ալեհավաքին, որպեսզի կապ կարողանան հաղորդել։ Զենքը եւ մեդիան գրեթե միևնույն մասշտաբի վնասները կարող են հասցնել։ Ասեմ ավելին, մեդիայի միջոցով շատ ավելի լուրջ վնասներ կարելի է հասցնել հասարակությանը։ Դրանով պայմանավորված անհրաժեշտ է շատ հետևողական լինել յուրաքանչյուր կադրին, յուրաքանչյուր հաղորդմանը եւ յուրաքանչյուր ասելիքին։ Սմարթֆոնները նաև տեղեկատվական արտահոսքի աղբյուր են, հակառակորդը կարող է այսպես կոչված ֆիշինգային հարձակմամբ զինծառայողի բջջայինում տեղակայել վիրուսային հավելված։ Դրանք ըստ մասնագետի որևէ կերպ չեն տարբերվում օրինակ նամակ ուղարկելու, լուսանկար մշակելու կամ էլ ծանոթությունների համար նախատեսված հավելվածներից։ Ներբեռնելուց հետո ծրագիրը հասանելիություն է պահանջում մի շարք կարգավորումների։ Եթե գործողությունն ավարտին հասցնեք, համարեք, որ խայծը կուլ եք տվել։ Առանց ձեր իմացության հեռախոսն արդեն կտեսաձայնագրի տեղանքն ու բոլոր հեռախոսազանգերը։ Բոլոր տեսանյութեր եւ բոլոր նկարներին այսպես շարունակում են այսպես կոչվող meta tag-եր, meta hashtag-եր, որոնցով որ գրված է օրինակ ինչ սարքով է կատարվել լուսանկարը, ինչ լուսային էֆեկտներ է օգտագործվել, ինչ կոորդինատներում է կատարվել լուսանկարը, ու հիմնականում այդ meta hashtag-ների մեծ մասը պահպանվում են նույնիսկ լուսանկարը ջնջելուց հետո։ Չի խրախուսվում նաև ծառայության վայրից լուսանկար տեղադրել համացանցում, դրանք ևս կարող են տեղեկատվական արտահոսքի պատճառ դառնալ։ Լուսանկարում պատկերված ժայռը, սարը, անտառը կամ էլ սաղարթով պատված տարածքը կարող են տեղորոշել, թե որտեղ է գտնվում օրինակ բանակային դիրքը կամ ռազմավարական օբյեկտը։ Իսկ զինծառայողի համազգեստից կարելի է դատել կոչումն ու ստորաբաժանումը։ Չի բացառվում, որ տվյալ զինծառայողը կարող է հայտնվել որոշ հատուկ ծառայությունների աշխատակիցների տեսադաշտում։ Սա նշանակում է, որ մեկ զանգը կամ սմարթֆոնի օգտագործումը կարող է կյանքեր արժանալ, հաշվի առնելով արձանագրված դեպքերը, առկա ռիսկերն ու օր-օրի զարգացող տեխնոլոգիական հնարավորությունները, 2023 թվականից զինված ուժերում արգելվեց սմարթֆոնների օգտագործումը, բացառությամբ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված դեպքերի։ Հարկ եմ համարում հիշեցնել, որ Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները շուրջօրյա գրաֆիկով հետևում են ողջ համացանցային տիրույթում զինծառայողների վարքագծին, արձանագրված խնդիրները փոխանցվում են ռազմական ոստիկանությանը եւ արկա հիմքերի դեպքում իրականացում է քրեական վարույթ, եթե արկա է գաղտնիությանը վերաբերող տեղեկատվություն։ Ռազմական ոստիկանությունն իր հերթին անակնկալ ստուգայցեր է իրականացնում զորամասեր կարգազան զինծառայողներին հայտնաբերելու համար։ Սմարթֆոն գտնելու դեպքում ռազմական ոստիկանության աշխատակիցը համապատասխան միջնորդագիր է ներկայացնում զորամասի հրամանատարին, որից հետո նշանակվում է ծառայողական քննություն, իսկ զինծառայողը ենթարկվում է կարգապահական պատասխանատվության։ Եթե ծառայողական քննության արդյունքում պարզվի, որ հայտնաբերված սմարթֆոնում առկա է գաղտնիությանը վերաբերող տեղեկատվություն, ապա տվյալ զինծառայողի նկատմամբ կհարուցվի քրեական վարույթ։ Պաշտպանության նախարարության տեղեկատվական հավաքագրման եւ վերլուծության բաժինն ուսումնական զորամասերից մեկում հերթական դասընթացն է անցկացնում։ Թեման զինված ուժերում սմարթֆոնի վտանգավորությունն ու տեղեկատվության արտահոսքի կանխարգելումն է։ Որոշեցինք պրեզենտացիա պատրաստել ավելի տպավորիչ ու ավելի մատչելի, որպեսզի անցալեն պատճառը, ինչի համար է արգելվում սմարթֆոն տիպի բջջային հեռախոսները ծառայության վայրում։ Տվյալ պրեզենտացիայով աշխատում ենք զինված ուժերի բոլոր զորամասերում, մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում, առաջնահերթ ուսումնական զորամասերում եւ վարժական հավաքների մասնակիցների հետ։ Զինծառայողները իրազեկվեցին սոցիալական ցանցերում ուղեցույցի պահանջներից բխող վարքականոններին ուշադրություն դարձնելու կարևորությանը։ Արգելվում է նաև նկարահանել զինված ուժերի տեխնիկայի և կենդանի ուժի տեղաշարժը տարածել սոցիալական ցանցերում կամ թեկուզ անձնական նամակով ուղարկել այլ օգտատերերի։ Պետք է գիտակցել, որ այն մշտադիտարկվում է ինչպես սոցիալական հարթակներում, այնպես էլ հայկական լրատվամիջոցների տարբեր էջերում։ Նման տեսանյութերը կարող են փոխակերպվել ապա տեղեկատվության, զինծառայողների հերթափոխը ներկայացնելով որպես զինուժի կուտակում։ Տաթևիկ Աբրահամյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։